Դեր մեր սրտերը կխոնարեցնենք ու խոսքիդ առջև, որովհետև կհավատանք, որ խոսքիդ մեջ կա ամեն ինչ, որուն մարդը պետք ունի, որ ապրի այն կյանքը, որ դու ապրեցար, ինչպես որ դու ապրեցար, ընե այն գործերը, որ դու կրիր եւ գնես եւ պիտի կատարես։ Դեր մենք մեր անձերը կապրինք այն գոչումին համաձայն, որ դու մեզի տված ես, կխոնարեցնենք մեր անձերը այն գոչումին դիմաց, որ մեզի հանձնած ես, որովհետեւ ապրինք այս կյանքը իր ամբողջությամբ, իր լեցունությամբ, ինչպես քո խոսքդ մեզի կսևորենք Հիսուսի անունով, ամեն։ Բարի ժողովուրդ, անգամ եւս ուզեմ ցեզի այս արդու խոսիլ մեր գոչումի մասին, calling, what is your calling, ինչ է քո գոչումդ։ Եվ նախքան որ այդ մեկը խոսիմ, կարևոր բան ուզեմ ասել, որ Աստվածաշունչը մեզի գսե Գողոսացիներուն նամակին երրորդ գլուխին մեջ, որ գխոսի մեր մտածելակերպի մասին, մեր ապրած ցևին մասին, եւ մեզի կհրավիրե, որ մենք ցևով մկալենք, ցևով մտածենք, ցևով ապրենք, որ աշխարհեն դարբեր է։ Այսինքն շատ անգամ, ինչու այս մեկը գսեմ, որովհետեւ շատ անգամ գաբրինք աշխարհի մեջ, գիտնալով որ մենք Աստուծո զավակներ ենք, լավ գիտենք, որ մենք Աստուծո զավակներ ենք, գտնունենք եւ կհավատանք։ Բայց երբ գուքանք աշխարհի մեջ ապրելու, գրնանք ապրիլ աշխարհիգի նման։ Գրնանք ապրիլ մեգու նման, որ հավատացյալ է, բայց աշխարհին կպատկանի։ Բայց Աստվածաշունչը մեզ գսե, որ եկեղեցին ճիշտ անոնք են, որոնք աշխարհեն գանչվեցան, պատկանելու անոր, որ գլուխն է ամեն իշխանության, չէ՞։ Ուրեմն եկեղեցին գանչված է աշխարհեն ապրելու Քրիստոսի հետ եւ Քրիստոսի համար, թեպետ եկեղեցին ինք կապրի աշխարհի մեջ։ Այսինքն Աստված մեզ չքաշեց աշխարհեն, Հիսուս Հովհաննես 17-ի մեջ աղոթեց եկեղեցին համար եւ ասավ, չեմ աղոթել, որ հանես աշխարհին։ Ուրեմն եթե որ կսպասենք, որ Հիսուս պիտի գա, չենք գիտեր երբ պիտի գա, եւ Հիսուսի նայված կա չէ, որ մենք կսպասենք, երբ պիտի գա այդ օրը անպայման։ Այո, պիտի սպասենք, որ իր երկրորդ քալուստը գա, բայց ինք գուզե, որ եկեղեցին իր նելիքը գիտնա, ինչ կսպասե իր երկրորդ քալուստին։ Ասե չեմ աղոթել, որ աշխարհեն հանես զանոնք, այլ գաղոթեմ, որ աշխարհի մեջ բահես զանոնք։ Աշխարհի մեջ են անոնք, բայց աշխարհեն չեն անոնք կսե։ Այ աշխարհի մեջ են եկեղեցին, դուն, ես, բայց աշխարհեն չեն, որովհետև ծնան Քրիստոսեն եւ Քրիստոսի համար։ Հովհաննես 1-ը մեզի գսե, որ մենք ծնանք Աստուծո գամքով, ոչ աշխարհին կամ մարդու գամքով, այլ Քրիստոսին պատկանելու համար ծնանք Աստուծո խոսքեն եւ Աստուծո խոսքով։ Ուրեմն ես աշխարհի մեջ եմ, բայց աշխարհին չեմ պատկանիր եւ դունալ նմանապես։ Ամեն։ Ուրեմն այս նամակին սկիզբները երրորդ գլուխը գսե, քանի որ հարություն արիք Քրիստոսի հետ, այսուհետև ձեր ուշադրությունը երկինք դարձուցեք, որովհետև հոն է Քրիստոս, հոր Աստուծո աջ կողմը նստած։ Since then you have been raised with Christ, set your hearts on things above, where Christ is seated at the right hand of God. Շարունակելով գսե երկնավոր բաներու մասին խորհեցեք, մտածեցեք եւ ոչ թե երկրավոր բաներու, որովհետեւ դուք այս աշխարհին համար մերակ, որբեսի Քրիստոսի հետ միասին ապրիք, այն կյանքով, որ Աստված վերաբահած է ցեզի. For you died and your life is now hidden in Christ with Christ in God. When Christ, who is your life, not part of your life, Christ who is your life appears, then you also will appear with him in glory. Եվանգելի առաջ կսե set your minds on things above, not on earthly things. Ուրեմն set your heart on things above, set your mind on things above. Այսինքն գխոսի միտքս պիտի աշխարհի երկինքի աջենդայով, երկինքի ծրագիրներով, երկինքի թակավորության մասին մտածելով, ծրագրելով, եւ նաեւ սիրտս ալ պիտի աշխարհի պատկանելով անոր, որուն կպատկանի ամեն ինչ։ Ասի շատ կարեւոր բան մնե, որովհետեւ երբ որ իբրև հավատացյալ իմ սիրտս քրավվի, when your heart is captive, բաներով գսկսի գամած սերդ բաղիլ գոչումիդ հանդեպ։ Ով հասկացավ ասածս։ Երբ որ սիրտս սկսի քրավիլ ուրիշ բաներով, գսկսիմ դակավին Աստված գսիրեմ, դակավին Հիսուսի զավակեմ, բայց գսկսիմ այլևս ծրագիրներ չունենալ Աստծո մասին։ Գաբրիմ յանքս յոլա գերտամ։ Գաբրիմ յանքս արդուն գարտենամ քիշերվան կսպասեմ, ծրագիրներս կնեմ, որ ընտանիքս ապահովեմ։ Բայց մեկ հատ խորհուրդ չանցնիր թակավորության մասին։ Մեկ հատ մտածում չի կար, որ ես ինչ պիտի անեմ, իմ գոչումս ինչ է, ես ով եմ,
Ինչու համար Աստված կանչեց ինձ։ Ինչ է նպատակը ես Քրիստոսի զավակը լալուս։ Ինչ է նպատակը։ Ինչ է գոչումս։ Ուրեմն սիրտս պետք է բահեմ, որ չքրավվի աշխարհով, եւ միտքս ալ պետք է բահեմ, որ միտքս մտածե երկնքի թակավորության միտքերով։ Անորման Հիսուս կսե, անոնք որոնք մտահոգվին իրենց ուդելիքով եւ խմելով, եւ ասիկս խոսի հարուստին եւ աղքատին, չի խոսիր մարդումը որ հարուստ է։ Այդ ժամանակ մարդիկ այդպես հարուստ չէին շատերը։ Կսե այդ մտահոգությունները կպատկանին անհավատներուն, որտեղ խաղապար չունին իրենց Տիրոջ մասին։ Կսե թուն գսե մտածե երկինքի թակավորության մասին, փափակե երկինքի թակավորություն։ Ուրեմն ինչ կուզե Աստված ինչ մեն։ Եվ ասի չի խոսիր հովիվներուն, ասի կխոսի բոլորին, կխոսի հավատացյալին, կխոսի ինձի, կխոսի քեզի։ Ուրեմն հարցումն է, որ եթե երթաս այս շաբթվան ընթացքին, մեկ յետև կնա մեկ հատ 7 օր առաջ կնա, եւ մտածե այս շաբթվան ընթացքին քանի անգամ սրդիդ մեջ վարած է իր գոչումիդ համաձայն։ How many times were you on fire to do something according to your calling? Քանի անգամ մտածեցիր, որ ես ելեմ դեր այսօր իմ անձս կտնեմ քո արչեվդ, որբեսի այսօր կորձածես ինչպես դու գուզես։ Ասե ինչ ընեմ, եւ ես հասկանամ սրդիս մեջ եւ ընեմ։ Ասի հանդիմանություն չէ ցեզի, ասի հարցում է, հարցակնություն է, որ անձնական թեստ։ Պողոս Արաքյալ գսե մենք միշտ այս թեստը գնենք։ Եվ գուզեմ գիտնակ գսե, որ մենք հաջողությամբ գնենք այս թեստը։ Պողոս, որ տասկու դա ուրիշներուն, Պողոս է գուզեմ դու գիտնակ, որ ես այս թեստը միշտ գնեմ, ես Պողոսս, որ միշտ արդեն հրաշքներ գնե, արդեն եկեղեցիներ դնգած է աճ եւ ցախ։ Պողոս գսե ես այս թեստեն միշտ կանցնեմ, միշտ գնեմ, միշտ գնայիմ, թե ես Հիսուսի կպատկանիմ անունով, կամ թե գզկամ ներգայությունը, գաբրիմ այդ ներգայությունը, գնեմ կորձեր, որ այդ ներգայության հետ գաբ ունին։ Ամեն։ Ուրեմն Պողոս Արաքյալ մեզ կգոչե ambassadors, մեզ կգոչե տեսփաններ։ Okay? Ուզեմ նախ ասի հասկանանք, գսե մենք գսե ուստի Քրիստոսի տեսփաններն ենք, ինչ Աստված, գարձես Աստված մեր միջոցով ցեզի Աստված ցեզի գտիմե, գսե we are there for Christ's ambassador as though God were making his appeal through us, մեր միջոցով Աստված ժողովրդին գտիմե գկանչե։ We implore you on Christ's behalf be reconciled to God։ Ուրեմն գաղաչենք գսե, որ դուք հաշտվիք Աստծո հետ։ Ուրեմն Պողոս կհասկանա ճշտոնը, որ ես աշխարհի մեջ գաբրիմ, բայց աշխարհին չեմ պատկանիր, I do not belong to the world, չէ՞։ Եվ ուրեմն երկինքի թակավորության տեսփան, ambassador, գնեմ կորձը եւ խոսքը, որուն համար գրգված եմ, չէ՞։ Երբ որ տեսփանը երգիրը գրգվի, ուրիշ երգիրի մեջ, օրինակ Ամերիկան, Հայաստան եւ որ տեսփան գրգե, երբ որ տեսփանը բաներ խոսի, որոնք երգիրին հետ գապ չունին, հասնել են վերջ, իդ կգանչեն, եթե չսպանեն, չէ՞։ Եթե ով հասկացավ ինձի, եթե տեսփանը ambassador գրգվի, Ամերիկան գրգե տեսփան Հայաստան, եւ տեսփանը հոն որոշե որ ուզած բաները պիտի խոսի։ Գրնա տեսփան մնալ, չի գնար տեսփան մնալ։ Գամ գրնա որոշել հոն ադի երգիրը հասնել են վերջ, ադի երգիրին ուզածները ընել։ Ոչ, գնե միշտ գամքը այն երգիրին, որ զինք գրգեց։ Հավատարիմ է այն երգիրին, որ զինք գրգեց։ Հավատարիմ է այն խոսքին, որ իրեն ըստին որ խոսի։ Գամ United Nations ժողով գնեն, չամեն երգիր կխոսի։ Ես գիտեմ ինչպես իրարու հետ կգրվին, կբորան կգանչեն, բայց միշտ բոլորը կխոսին իրենց երգիրին համար։ Մեկը չի խոսի իր ուզածները։ Մեկ օր չի դիմանար հոն, կգանչեն իդ։ Եթե չսպանեն։ Ուրեմն ասել գուզեմ, որ տեսփանները ճշտոն ունին։ Տեսփանները ճշտոնով մղրգված են, եւ տեսփանը միշտ կխառնվի այդ երգիրին, բայց կմնա հավատարիմ իր փուն երգիրին, motherland։ Իր զինք գրգող երգիրին հավատարիմ կմնա եւ կխոսի այդ երգիրի մասին, կպաշտպանե այդ երգիրին շահերը, they protect the interests of that country։ Միշտ կմտածե իր երգիրին զորությունը, լավությունը ապահովել այդ շրջանի մեջ։ Ուրեմն հավատացյալը եւ որ գղրգվի, պետք չէ գործընծնե իր բնությունը կամ իր գոչումը։ Believers should not lose their nature or their calling։ Շատ անգամ հավատացյալը դեղը ապրել են վերջ, գմորնա իր օվլալը։ Ես շատ անգամ տեսած եմ մեկը դեղը գերտավ, ջամփորթե, եւ գսե հոն մի երտամ այսպես պիտենեմ Աստծո համար։ Եվ վերջը հոն հաստել են վերջ կդստես, որ ինքը դարձավ մարդոցը մեկը մորցավ իր գոչումը,
Մորցավ ինքը ով է, մորցավ ինչու Աստված իրեն հոն ղրգեց, ինքը դարձավ ուրիշներեն մեկը։ Մորցավ ով զինք ղրգեց, ինչու ղրգեց, ինչ նպատակով պատրաստեց։ Եվ ուրեմն մենք բոլորս պետք է հարց տանք մեր անձերուն, ես ինչ նպատակով հոսեմ, ինչ նպատակով Belmonti, Watertown-ի, Waltham-ի, ինչ քաղաքի մեջ եմ որ եմ, կամ գտիդեմ դուրսեն, ինչ բաժարով ես հոնեմ եւ ինչ կնեմ հոն Աստուծո համար։ Ինչ կնեմ հոն Աստուծո համար։ Okay, եւ Հիսուս կխոսի այս բարերով, եկեք միասին նայենք, որ այս բարերը ճիշտ Հիսուս ինք շատ հստակորեն խոսած է Մատթեոս 5, Matthew 5։ Դի գարտամ սկիզբեն առաջինն դի գարտամ կներեք 11-ին պիտի գարտամ 13։ Դուք եք երկրի աղը, բայց եթե աղը իր համը գործընծնե, ինչով պիտի աղեն զայն։ Այլևս ոչ մեկ բանի կծարայե, հավազայն կթափեն եւ մարդոց ոտքի գողան կդառնա։ You are the salt of the earth, but if the salt loses its saltiness, how can it be made salty again? It is no longer good for anything except to be thrown out and trampled underfoot. Շարունակենք։ Դուք եք աշխարհի լույսը, լերան վրա շինված քաղաքը չի գնար բահվդիլ։ Ոչ ոք ջրակը գվարե եւ գբահե գացայի դակ, ընթագարակը զայն աշտանագի վրա գտնե, որբեսի դունին մեջ գտնվողներուն լույս տա։ You are the light of the world, a town built on a hill cannot be hidden, neither do people with a light a lamp and put it under a bowl. Instead they put it on its stand and it gives its light to everyone in the house. Լույսը քիչ մը ճիշտ արչևը թե չես կնար չտեսնել in your face կսեն անգլերենով այսինքն հավատացյալը պետք չէ նեղացնող մեկը լա բայց նաև հավատացյալը պետք չէ իր ով լալուն համար սկուշը լա հավատացյալը պետք է լույսի պես փայլի այսինքն կովեն անցնողը չի գնար չտեսնել որ ինքը լույս է իսկ եթե չի տեսներ հարցում կա ինչու չեն տեսներ ինչու չեն գիտեր որ ես լույսի զավակ եմ ինչու դեր լալեն վերջ աղի համը չլան Մեկ խոսքով, եթե քիչ մը աղ տնես բանի մեջ շուտ մը գիտնաս որ աղ գա։ Չէ, գիտնաս որ աղը համ ունի, երեք դու նեմ խոսենք որ աղ ինչքան մեկը գրնա ուտել կամ չուտել։ Աղը համ ունի։ Ես եթե աղ չտնես չեմ սիրել ուտելիքը։ Աղը համ ունի, համ գուտա, ուր որ տնես։ Համ գուտա, բայց աղը ինչպես համ գուտա, խառնվելով, շաղվելով, մտնելով մեջը, բայց կսե Հիսուս այս կորձը ըրած ժամանակ աղը գրնա, մորնալ որ ինք աղ է։ Եթե աղը իր համը գործընծնե, իր փնությունը գործընծնե, ինչի օգուտ է գսե։ Այսպես չուզեր ասել որ Աստված մեզ գտապե, ոչ, այսպես չէ, բայց սերգուզե աղը նպատակ ունի եւ հավատացյալը աշխարհի մեջ Աստուծո գոչում ունի, we have a calling from Christ։ Այսինքն աղի նման, լույսի նման մտնել եւ անել այն կորձը, որուն Աստված մեզ գանչեց։ Այս դարվան նպատակը գիշեցնեմ ցեզի որ բադվելին մեզ սավ եւ գուզե անցյալ շաբաթ ցեզի հետ խոսել բաժնեկցեցա գսե որ Աստուծո զորությունը փափակինք որ համարցագորեն Աստծո խոսքը կարոզենք համարցագորեն այսինքն boldness խոսենք հրճագենք կարոզենք Աստուծո խոսքը բնավ չհարմարինք աշխարհին չհարմարիս Մասաչուսեթսին չհարմարիս ուրիշ տեղիմը մի հարմարիր թող իրեն քեզի հարմարին դու գնաս մշակույթին հարմարիլ որբեսի մարդոց խոսիս մարդոց հետ բարեկամություն ունենաս, բայց նպատակը, տեսփանությունը ambassador լալդ մի մորնար։ Հասկանաք ինչ սերգուզեմ, ուր որ երթաս, եղիր այդ տեսփանը որ գանչված է լալու։ Եկեք ցեզի հետ այսօր բաժնեկցին Եզրասեն Էզրա եւ բիդի բադմությունը բադմեմ թե ինչպես Իսրայելի ժողովուրդը Բաբելոն գնաց եւ ինչպես Բաբելոնեն վերադարձավ եւ ինչպես Աստված այդ առաջ ժամանակ կսպասեր բանիմը կսպասեր բամմնի աշխողովուրդը։ Ուրեմն Իսրայել Բաբելոն դարվեցավ, որովհետև Աստուծո անհնազանդ էր, disobedient to God, եւ ուրեմն Աստված արդոնեց, որ Նաբուկոդոնոսորը դանի Իսրայելի ժողովուրդը, Հուդայի ժողովուրդը դեպի Բաբելոն քերի, այսինքն captivity։ Եվ այս մեկ եղավ մի քանի ալիքներով։ Քոնե երկու ալիքներ կան, բայց եղավ 607-ին մինչև 585 Քրիստոսի առաջ։ Այդ ժամանակներում մեջ քանի ալիքներով եւ ամեն անգամ որ իմպոստությունը լար, every time there was a rebellion, գուկային գարնեին գդանեին։ Եվ նույնիսկ լավ մարդիկ կդանեին, Դանիել Մարգարեն գնաց քերության, այսինքն Մարգարեներն ալ ժողովրդին հետ քերության մեջ էին։ Եվ վերջը Բաբելոնի թագավորությունը կանտվեցավ, Բաբելոնի թագավորությունը բարդվեցավ եւ Բարսիկներու թագավորությունը եկավ, Persian kingdom։ Եվ այդ ժամանակ Աստված դրավ անհավատ թագավորի մսիրդը, այսինքն pagan թագավորի մսիրդը, դրավ Cyrus ինչպես ասենք հայերենով
Գյուրոսի սիրտի մեջ դրավ, որ ժողովուրդից արդոնե որ վերաթարնան այն երգիրը ուրգե դուք փերիկ զորով ուժով իրենց հոսպերիկ։ Ուրեմն եկեք կարդանք Եզրասեն մի դիգարտամ առաջին գլուխ առաջին 3 համարները Ezra 1-3 Բարսիկներու Գյուրոս թագավորին առաջին դարին որբեսի Երեմիային պերանով ըսված Տիրոջ խոսքը կդարվի դերը Բարսիկներու Գյուրոս թագավորին հոգին արթնցուց եւ անիգա իր բոլոր թագավորության մեջ հրադարագել դվավ ու նաեւ հրովարդակ գրեցսելով այսպես կսե Գյուրոս Բարսիկներու թագավորը երկինքի Եհովա Աստվածը երկրի բոլոր թագավորությունները ինձի դվավ ու անիգա ինձի բադվիրեց որ հութայի Երուսաղեմի մեջ անոր դուն մշինեմ հասկացավ Գյուրոս որ ինք Բարսիկ էր հասկացավ որ ինձ մևեր մեկը գա եւ ինքը ինձի դված է այս թագավորությունները ինքը ինձի հաղթություն դված է եւ ինձի հրաման դված է որ իրեն դուն շինվի Ձեր մեջ ով որ անոր ժողովուրդն է իր Աստվածը իրեն հետ լա թող հութայի Երուսաղեմի երթա եւ Իսրայելին Եհովա Աստուծին այն Երուսաղեմի մեջ եղող Աստուծին դուն շինի հրաման դվավ եւ իրենց հետ գրգեց նաեւ ոսկին եւ բնակները որ Նաբուկոդոնոսոր դաջարեն արած էր եւ որ դաջարը քանթած էին եւ փերած էր Բաբելոն ինքը իդ դվավ դաջարին all the utensils of the temple իդ դվավ ասոնց ասավ վերադարձուցեք ուր որ պետք է լան ասոնք եւ ուրեմն գրեստես որ ժողովուրդը գերտա եւ ժողովուրդը հավատարիմ գլա they are faithful եւ գսկսին անմիջապես կորձին բայց անգե առաջ նայենք երրորդ գլուխ ինչպես ըրին այս կորձը Ezra 3 Եզրաս 3 առաջին երկու համարները պիտի կարդամ երկրորդ համարը եւ Հովսեթեգյան Հեսուն ու անոր քահանա եղբայրները եւ Սաղաթիելյան Զորապապելն ու անոր եղբայրները ելան եւ Իսրայելի Աստուծուն սեղանը շինեցին որբեսի անոնց վրա ողջագեզներ մատուցանեն ինչպես Աստուծո մարդուն Մովսեսին օրենքին մեջ գրվել է ուրեմն գտես որ հազիվ հաստելու բեսոն իրենք սեղանը գշինեն այսինքն altar գշինեն այդ դեղը ուր որ Աստված պիտի բաշտվի նպատակը անե որ եւ որ գուքան չեն ասեր ինչ քեղեցիկ դաջար պիտի շինենք առաջին կորձը որ գնեն գհասկնան ինչ պետք է անեն դաջարին նպատակը the purpose of the temple գհասկնան եւ գշինեն զոհասեղանը altar ուր որ զոհ պիտի անեն Աստուծո ուր որ Աստված պիտի բաշտեն անգամը եւս եւ անգե վերջ կրեսնես 12-ին chapter-ի մեջ մնալով 10-ին մեջ verse 10 գշինեն դաջարին հիմերը they put the foundation of the temple երբ դաջարդարաբեդները Տիրոջ դաջարին հիմը դրին քանաները իրենց սկեսները հակած փողերով եւ ղևդացիները եւ ասապի որդիները ձնձղաներով Տիրոջ օրնելու համար գեցուցին Դավիթ թագավորին գարկատրության համեմատ okay երկու բաներին ինչ շինեցին սեղանը altar եւ շինեցին հիմերը foundations եւ այսպես առաջ ժամանակ գսե բաշտամունք եղավ փողերով գեցան երկեցին քովապանեցին Աստված ուրախացան Աստուծո համար բայց ինչպես ուրախացան Նայեցեք ինչպես ուրախացան 12 եւ 13 verse 12 and 13 Քահանաներեն եւ ղևդացիներեն եւ դոհմերու իշխաններեն շատեր որոնք ձեր լալով Տիրոջ նախքին դունը դեսած էին there were some from the old generation who saw the initial temple Երբ իրենց աչքին առջև այս դանը հիմը թրվեցավ մեծ ցայնով լացին եւ շատերը իրենց ուրախութենեն ցայներին վերցնելով աղաղակեցին բորացին շատեր լացին շատեր բորացին ուրախութենեն Ժողովուրդը ուրախության աղաղակին ցայնը եւ բազմության լալու ցայնը իրար մեջ չեր գտնար զադել վասնզի բազմությունը մեծ ցնծության ցայնով գաղաղագեր եւ ցայներնի մինչեւ հերու դեղեր գլսվեր այդքան ուրախ էին այդքան գբորային գանչին եւ գուլային գսե մարդիկ չեն գիտեր ինչու գուլան մարդիկ հուզված էին ուրախության հիշելով գուլային եւ ուրախությամբ գուլային ինչի հիշողություն եւ ինչի լաց ասի փրկության ուրախության լացն է ուրախությունը որ գուքա ջանչնալով որ վերագանքնվիս restoration եւ իրենց չերսված ինչպես պիտի ուրախանան իրենց ցայնը այդքան բարձր էր որ գսե ուրիշ դեղերը շրջաններու մեջ լսեցին իրենց ցայնը այդքան բարձր էր եւ որ մենք Հիսուսի եկանք եւ մեր սիրտը Հիսուսի պատկանեցավ հիշե առաջին անգամ ինչ սկացիր եւ որ այդ դաջարին հիմը տրվեցավ Եվ որ այդ զոհասեղանը տրվեցավ, այսինքն մենք այսօր կհասկանանք ով է այդ դաջարը, մենք ենք այդ դաջարը։ Եվ որ Հիսուս քեզ փրկեց, եւ որ դու քու սիրտ Հիսուսին դվիր, քերութենեն captivity ազատեց քեզ, փերավ եւ ասավ այսպես է։ Ես եւ ինքս ինքը հայտնեց քեզ Հիսուս։
Դուն քու կյանքի մեջ սորվեցար ձունգ ձրել, Աստված ճաշտել եւ այդ քարը թրվեցավ, այդ քարը որ Հիսուսն է։ Գսե չէ, ամեն դաջարի հիմը Հիսուսն է։ Ինչ սկացիր այդ ժամանակ առաջին անգամ։ Ժողովուրդը այսպես գերքեր, գբորար, բուլար եւ այդքան խանդավառ էր, որ Թուրսի ժողովուրդները գլսեին իրենց ցայնը։ Ժամանակի վրա հավատացյալը գրնալալ գործընծնի այդ ուրախությունը։ Գործընծնի այդ ուրախությունը, որ ունի Աստծո համար, այդ փափակը, որ ունի Աստծո համար։ Բայց նայեցեք ինչ եղավ, երբ որ Աստված այս մեկը սկսավ իրենց հետ։ Իրենք գրագի վրա էին Աստծո համար։ Շատ շանսած 4-րդ գլուխի մեջ Էզրա 4, Եզրաշ 4, պիտի կարդամ ցեզի 4 եւ 5, ոնդերի ժողովուրդը եկավ եւ շատերը հոն սամարացիներ էին, հոն գաբրեին, եւ անոնք թշնամի էին իսրայելացիներուն։ Okay, they were enemy of Israel. Իրենք նույն Աստվածը գբաշտեին անունով, culturally they were similar. Եվ նույն Աստված ճաշտելով իրենք ադոր գողքին, ադոր հետ ուրիշ ճաշտամունքներ ունեին. They had also idol worship, wrong types of worship on the side. Ուրեմն իրենք իրենց մեջ էին, իրենց նման էին մշակույթով, իրենց նույն Աստվածը գբաշտեին անունով եւ մոտեցան եւ Զորապապելին, որ Զորապապելը Հութայի գարավարիչն էր. Zerubbabel was the governor of Judah. So they approached him. Ասին որ նայ մենք ժողովուրդ ենք, մենք նույնն ենք. Եկեք նույն Աստվածը գբաշտենք, եկուր միասին մենք շինենք այս տաճարը։ Ես Զորապապելը ասավ, չէ, այսպես բան չկա։ Աստվածս այսպես չէ խոսած։ Իմ Աստվածս հրամանտվավ մեր ժողովրդին, որ մենք երթանք, Պապելոնը թողենք, երթանք Հութա, Երուսաղեմի մեջ տաճարը շինենք։ Եվ մենք պիտի ունենք այսպես, ինչպես որ խոսքը ասավ։ Ուրեմն մերժեց իրենց ասածը։ Եվ Աստվածաշունչը գսե, ասոնց խոշին չեղավ։ They didn't like this. Չսիրեցին, չհավնեցան այս եղածը։ Ուրեմն իրենք ինչ որոշեցին, սկսան վախ տնել, հագարագություն ունել եւ փորձեցին վախցնել ժողովուրդը, որ այդ կորձեն գենան։ Բայց առաջին բանը որ գուզեմ ասել, ինչու եղավ այս մեկը, որովհետեւ Զորապապել ուզեց շիդագը ունել։ Կարևոր է որ Աստծո ժողովուրդը ուզի խոսքին մեջ մնալ։ Ինչ կսի խոսքս ինձի։ Դեր մը գաբրիս, ժողովրդի մեջ գաբրիս, եւ անդերի ժողովուրդը ցևեր ունի։ Անդերի ժողովուրդը ապրելու ցևեր ունի, որոնք Աստծո խոսքեն դուրս կլան։ Օրինակ մարդիկ կսիրեն կինովնալ, կամ մարդիկ կսիրեն night club երթալ, կամ կսիրեն որևէ ուրիշ բան անել։ Եվ որ դու անդեր գաբրիս, եւ այդ ժողովրդին հետ գաբրիս, այդ ժողովրդի մեջ գաբրիս։ Եվ անդերի ժողովուրդը քեզի առաջարկներ կբերե, որոնք քու մեջդ Աստծո խոսքին համաձայն չեն, դու այդ բանին ինչ պիտի ասես, ոչ պիտի ասես։ Զորապապել ուզեց պաշտպանել իր սիրտը, ուզեց պաշտպանել Աստծո խոստացածը, ուրեմն ոչ ասավ։ Ասոնք սկսան հագարակել։ They started inciting fear. Եվ այս մեկը որ չքալեց, հաջորդ chapter-ի մեջ գրեցնես նամակ գրեցին, 12-ի մեջ, verses 12 and 13, ասոնք նամակ կգրեն թագավորին, եւ թագավորին գսեն, որ այս ժողովուրդը քեշ կորձ մգուզենել։ They're rebellious people. Ուզեն շինել քաղաքը, որ լավ բիդի չլա թագավորության համար, they're going to build a wicked and rebellious city and a fortress. Բալադ եւ բարիս բիդի շինեն եւ հագարակ բիդի լան քու թագավորությանը։ Եվ այս թագավորը գորոշե որ ես բիդի գեցնեմ այս կորձը։ Ուրեմն թագավոր հրաման գուտա ամեն ինչ սարեցուցեք։ Ուրեմն կորձը կսարեցնեն, they stop building the temple։ Եվ գարկիլվի այս կորձը ամբողջությամբ։ Եվ մոտ 16 տարի այս շինությունը կթատրի։ Եկեք այստեղ նայենք արակմը, 586-ին Պապելոնը գկանթե դաջարը, ժողովուրդը մոտ 70 տարի գաբրի քերուչան մեջ, for about 70 years, վերջը Գյուրոս թագավորը գսե թող վերաթարնան, եւ Աստված հրաման գուտա, որ դաջարը շինեն, չէ՞։ Ուրեմն գերտան նպատակով աշխարհի մեջ վերաթարնան Երուսաղեմ եւ on Աստված գսե դաջար շինե։ Հոն Թուրսեն հալածանք ներսեն հալածանք սկսի նախ, ներսեն, վերջնալ Թուրսեն հալածանք սկսի։ Թագավորը գսե ոչ։ Ուրեմն կորձը գսարի քանի տարի, գիտեք։ Հաշիվը գրնակն է 16 տարի։ 16 տարի կորձը գսարի։ Աստծո կորձը կգնա հոն։ Բայց գուզեմ այսօր խոսիլ ինչպես Աստված կսկսի կորձը նորեն իրենց հետ։ Ասինք սկիզբը բեբեկի պես լացին ուրախությամբ, երբ որ Աստծո դաջարին հիմը թրին, եւ որ քարը թրին, եւ որ զոհասեղանը թրին ուրախությամբ լացին։
Բայց վերջը ժամանակ անցավ, դուրսենաս արկելքը եկավ, իրենք ալ բաղեցան։ They grew cold։ Եվ սկսան այլևս մեկը չեր մտածեր այս դաջարը ինչ պիտի անենք։ Աստված իրենց բերավ հոն, Աստված իրենց բերավ դնգեց Երուսաղեմի մեջ նորեն, բայց իրենց ղրգողը մորցան։ Չսեր հոս որ աղդոտ կյանք ապրեցան, չսեր հոս որ մեղքի մեջ կացին, բայց գսե որ այդ դաջարը մորցվեցավ։ Ուրեմն գուզեմ միասին նայենք Էզրա 5, Եզրաս 5։ Անքե մարգարեն եւ Աթովի որդին Զաքարիա մարգարեն Իսրայելի Աստուծո անունով մարգարեություն ըրին Հութային եւ Երուսաղեմի մեջ հрьяաներուն։ Ուրեմն երկու մարգարեներ կան, two prophets, որոնք Հագայ եւ Զաքարիա, որոնք եկան եւ Աստուծո ժողովրդի մարգարեություն ըրին։ Եվ այս բարերով խոսեցան։ Այն ադեն Զորապապելը եւ Հեսուն ելան եւ Երուսաղեմի մեջ եղող Աստուծո դունը շինելու սկսան։ Աստուծո մարգարեները անոնց հետ լալով անոնց օգնեցին, and the prophets of God were with them supporting them. Okay. Հորձը չսկսավ, եւ որ մեկը որոշեց որ ես կուզեմ լավ բան անեմ։ Երկու մարգարեներ Աստծո խոսքը խոսեցան։ Մեր կյանքին մեջ վերարտությունը revival գլա միայն եւ որ մենք Աստծո խոսքը ունենանք։ Մարգարեները խոսեցան Աստծո գամքը, մարգարեները խոսեցան Աստծո խոսքը ժողովրդին, եւ ժողովրդին ըսվեցավ փամը որ յետ պիտի սկսի revival ամեն վերարտություն կսկսի Աստծո խոսքով անգարելի է որ մեկ ունենա revival եթե Աստծո խոսքը չունենա իր կյանքի մեջ եւ գսե մարգարեները իրենց կով մնալով իրենց օգնեցին ուրեմն Աստծո խոսքը քու կյանքիդ մեջ քեզի կհիշեցնե քեզի կզորացնե քեզի կնորոքե քեզի կսորվեցնե ամեն քայլ մարգարեները իրենց տվին Զորապապելը Զորավարներ, Զորապապելը գարավարիչն էր, եւ Հեսուս ված մեկը գար, եւ անալ քահանաներ, մեծ քահանաներ, Զորապապել եւ Հեսու, ժողովրդին վրա։ Բայց իրենց մեզած մարգարեներ գային, այս մարգարեները խոսեցան եւ խոսքը այսպես սկսավ։ Ուրեմն այն ադեն Եփրատ քեդին այսքան հիմա։ Անգևեր չգտես որ հոնդերի ժողովուրդը գարավարիչը գուկանորեն ուրիշ կառավարիչը, another governor comes, եւ գսե ինչ իրավունքով գշինեք աս դաջարը, չէ որ հրաման տվավ թակավորը, որ չեք կնար շինել։ Գիշեք օրենք մգար որ դուք չեք կնար իմ աս դաջարը շինել։ Ինչպես իդ գշինեք, who allowed you to build again, եւ նաեւ սավ գրնան ծեր անուններ ունենալ բոլոր շինողներուն, ով է շինողը, անունները գուզեմ, բոլոր անունները գուզեմ։ Եվ ուրեմն թակավորին նամակ գղրգեն, հաջորդ թակավորին, որ Darius-ի անունը, հայրենը պետք է նորեն հիշեմ, Darius-ը ասենք հիմա Եվ գղրգեն Դարիուսին նամակ գղրգեն, որ այս ժողովուրդը բալա նորեն գշինե դաջարը, որ արկիլված է շինել։ Մեկ հատ նայե գսե, քու տարե։ Գսե մեկ հատ նայե քու արխիվներուտ մեջ, check in your archives, որև թակավորները իրենց ամեն մեկ քրած բանին համար գբահեին քրածները։ Նայե, այսպես բան մգա, թակավորը ասած էր, որ ասոնք գրնան շինել դաջարը։ Եվ ինքը տարեը քնած եւ նայեցավ իր մի առաջ Թրված էր այսպես օրենքը արդոնված էր որ իրենք դաջարը շինել եւ գսե այո նամակ կբադասխանեն նամակին եւ գսե այո արդոնված է որ շինեն դաջարը բայց ոչ միայն ասկան not only that ինչ գսե ես հրաման գուդամ որ թուն գարավարիչ you governor ամեն ինչով իրենց օգնես ինչ որ պետք ունին դաս երբ որ պետք ունին դաս եւ ամեն օրդակ եթե մեկը հագարակ ենա Բիդի սպաննվի գսե։ Գրեստես որ այս ժողովուրդը հրաման ուներ դաջարը շինելու, մորցավ դաջարը շինելու։ Աստվածը սպասեց։ Չոքնեց իրենց։ Բայց խոսքը եւ որ եկավ, խոսքը եւ որ խոսեցավ, ժողովուրդը եւ որ կորձի սկսավ, անմիջապես սկսավ աշխատելու։ Խետանալիք բան մգա այսօր մեջ շատ քեղեցիկ որ եւ որ մարգարեները խոսեցան, ժողովուրդը նամակ չգրեց թակավորին։ Գրնանք դաջարը իդ շինել։ Այսի գարտացած ադենից անդրադարձա։ Ինքը ժողովուրդը հազիվ լսեց մարգարեներուն ասածը, ժողովուրդը անմիջապես ինչ հրավ սկսավ շինելու, որովհետև խոսքը ասավ շինե։ Ժողովուրդը հասկացավ կարևորությունը, թե ով է ամենաբարձրը իրենց կյանքի մեջ։ Եվ չսպասեց որ թակավորը նամակին պատասխանե։ Բայց գսե Աստված շնորհ կրավ ժողովրդին, God was graceful to them, չարդոնեց որ կորձ գնա, չարդոնեց մեկը խանգարե,
մինչև որ պատասխանը եկավ թագավորին։ Երբ որ թագավորը պատասխանեց, այլևս ամեն ինչով իրենք օքեյ էին այդ գործը անելու համար։ Okay։ Ուզեմ ասել, բայց Աստված իրենց վրա գհսկեր, գսե but the eye of their God was watching over the elders of the Jews that they were not stopped until a report could go to Darius and his written reply could be received. Աստված իրենց շնորհք տված էր։ Ուզեմ քեզ ասել, միլիոն բաժար գլա կյանքիդ մեջ որ Աստծո գործը չնես։ Միլիոն բաժար գա։ Հոգնություն, զզվացություն, գոդրվածություն, ընկճվածություն, depression, աղքատություն, ընտանիքի բարականեր, միլիոն բաժար գա։ Բայց Աստծո հոգին կսպասե, որ մենք մեր սրտի մեջ գտնենք, մենք մեր գոչումը։ Եվ որ մենք մեր գոչումը գտնենք եւ պատրաստ ըլլանք Աստծո գործը անելու, պիտի տեսնես, որ Աստծո օծությունը անմիջապես հետ աշխատելու կսկսի կյանքիդ մեջ։ Աստծո օծությունը կսպասե, որ իմ կյանքից մեջ ես փնտրեմ այդ դեղը, որ ես գզկամ, ինչքան գուզեմ Աստծո պատկանիլ, ինչքան գուզեմ իր գործը անել։ Ես շատ հստակ կնամ սկալ, եւ որ ես Աստծո գործի մեջն եմ, ամեն ցավ գմորնամ, ամեն ինչ գմորնամ։ Գարդիս չգա։ Գարդիս վրաս փեր չգա։ Բայց ինչքան հերանաս կամ բաղից Աստծո, այնքան քու փերը ծանր է, այնքան շատ է, այնքան տրամը բագաս է, այնքան հոգնությունը շատ է, այնքան միտքերը ծանր են, այնքան դխուր գսկաս, այնքան փարգանաս։ Հագարա գոմը մտածի։ Այս գործը ժողովուրդը սկսավ, գիտեր որ թակավորը գրնակալ գդրել, փշրել, սպանել։ Բայց ժողովուրդը որոշում արավ, որովհետև մարգարեները խոսեցան, շինելու սկսան։ Եվ Աստված ամեն ինչով ապահովեց, ամեն ինչ չթողնեց, որ գարավարի չխանգարե, չթողնեց, որ թագավորը գա խանգարե, որովհետև իրենց սիրտը շիդակ դեղին մեջ ուներ։ Բայց Աստված այս գործը սկսելեն առաջ ժողովուրդը ուզեց արթնցնել, ցնցել։ Եվ ասեմ ինչպես խոսեցավ իրենց։ Եկեք միասին նայենք Անքիա մարգարեության մեջ Հագայ, որ Զաքարիայի քիրքեն ճիշտ առաջ կուկա, վերջին բաժիններն են 5 դագարանին, one of the last parts of the Old Testament, Անքիա մարգարեն առաջին 1:4։ Տարեհ թագավորին երկրորդ դարվան 6-րդ ամսվան առաջին օրը Տիրոջ խոսքը Անքիա մարգարեին միջոցով Հութայի իշխանին Զորաբաբելին եւ մեծ քահանային Հևսեթեգյան Հեսուին եկավ ասելով. In the second year of King Darius, on the first day of the 6th month, the word of the Lord came through the prophet Haggai to Zerubbabel, son of Shealtiel, governor of Judah, and Joshua, son of Jozadak, the high priest. Եվ նայեցեք Աստված ինչ ասավ իրենց։ Զորքերու դեղերը գխոսի եւ այսպես սկսե։ Այս ժողովուրդը գսե թե դեր ժամանակը չէ հասած Տիրոջ դունը շինելու։ These people say the time has not yet come to rebuild the Lord's house. Հա։ Գործը գեցավ, որև թագավորը հրաման տվավ, չէ՞։ 16 տարի առաջ։ Բայց իմ Աստված ժողովրդին հետ հարց ունի, սա այս ժողովուրդը ինքզինքին գսե, ես չսի գսե։ Այս ժողովուրդը ինքզինքին գսե, որ ժամանակը չեկավ, գերեւի Աստված նշան պիտի դա որ մենք սկսենք։ Ժամանակը չեկավ, որ Աստծո գործը սկսենք։ Ուրեմն Աստված փամը կսպասեր իրենց մե, որ իրենք չէին ներ։ Տեսփանությունը մորցած էին, գիշեք, they forgot that they were ambassadors. Մորցան, որ իրենք այդ դեղին մեջ ինչի գանչված են։ Հավատացյալը, որ դեղի մեջ գաբրի, բնավ երբեք պետք չէ մոռնա իր գոչումը, պետք չէ մոռնա իր ինքնությունը։ Ամեն։ Այն ադեն Անքիա մարգարեին միջոցով Տիրոջ խոսքը եղավ ասելով. Արդյոք ժամանակն է, որ դուք ցեղունազարդ դուներու մեջ բնագիք, իսկ այս դունս ավերակ մնա։ Then the word of the Lord came through the prophet Haggai. Is it a time for you yourselves to be living in your paneled houses while this house remains a ruin, գսե։ Աստված հագարակ չէր, որ դուն շինեն։ Բայց իրենք չսին, որ գերեւի ժամանակը չէ, որ մենք դուներ շինենք։ Իրենք քիցան դուն շինելը։ Դժվարություն չունեցան հասկանալու, որ օ, դունի պետք ունենք։ Բայց դժվարություն ունենան հասկանալու, որ Աստծո գործը ինչ պիտի լա։ Եվ Աստված այսպես կսե 5-րդ համարի մեջ Զորքերու դեր այսպես կսե, չեր ջամփաներու մասին մտածեցեք, give careful thoughts to your ways։ Մտածե անգամը քու քալած ցևիտ մասին կսե։ Լավ մտածե։ Սխալ չէ որ դու չինես, սխալ չէ որ դու ուզես ապահով կյանք ունենալ, բայց մեկ հատ լավ մտածե, այս բոլորի մեջ դու Աստծո գամքը գնես կամ չես ներ։ Լավ մտածե եւ գսե արդյունքները, որ իրենք օրնության բագաս ունեցան, they were lacking in blessing։ Սեր ջամփաներուն մասին լավ մտածեցի, շատ ցանեցիք, բայց քիչ բերիք։ Գերակ, բայց չգշտացաք։ Խմեցիք,
բայց զարավնից չանցուցիկ, հակվեցակ, բայց չդակցակ։ Ու վարձկով բանողը ձակ քսագի համար գվաստկի։ Զորքերու դերը այսպես գսե ձեր ջամփաներուն մասին մտածեցեք։ Now give careful thought to your ways. You have planted much but harvested little. You eat but never have enough. You drink but never have your fill. You put on clothes but are not warm. You earn wages only to put them in a purse with holes in it. Ով այսպես սկացած է ադենմը կյանքին մեջ։ Բոլորս ժամանակ մգամ ուրիշ ու որ քու դժվարություններդ ամեն ինչի բարձր եղած են քեզի։ Կարծես աշխարհիս եւ քրբանիդ մեջ ձագ մգա։ Չէ՞։ Գուդես բայց չես կստանար։ Ուրախ կուզես սկալ բայց ուրախ չես սկար։ Ասի ավելի սիմպտոմ է, այսինքն նշան մնի ուրիշ հիվանդությանն։ Բուն հարցը ադոնք չեն։ Բուն հարցը ուրիշ է։ Աստված գսե այս բոլորը գտեսնեք, չէ, բայց բուն հիվանդությունը այդ չէ։ Բուն հիվանդությունը ծեր սիրտին վիճակն է գսե ժողովրդին։ Ուր է ծեր սիրտը։ Այդ է հարցը գսե։ Հիշեք ինչպես էր, երբ որ դաջարը շինելու սկսակ։ Հիշեք ինչպես խենթիպես ուրախ էիք, գբորայք գանչեիք, այնքան որ Թուրսի ժողովուրդները ծեր աղմուկը գլսեին։ Ինչ է հավատ աղմուկին։ Հիմա դուներու մեջ նստած եք գսե ժողովրդին եւ նման մորցած եք։ Ձեր սիրտին մեջ փուն նպատակը, the real and only purpose, որուն համար ես ցեզի ետ գրգեցի Երուսաղեմ։ Ամեն։ Եվ որ Հիսուս կսե, լավ է որ ես երթամ, կսե որտեվ ես երթամ, դուք պիտի ունեք այն կորձերը, որ ես ըրի եւ ավելին։ Ուրեմն գոչում մգա գահանե իր մենտալը, իր հակուստը գուդա ժողովրդին եւ կսե ես եւ որ երթամ, դուք որ ինձի գհավատակ պիտի ունեք իմ կորձերս եւ ավելին։ Եվ կսե, երբ որ 4 օրը կա, դուք ամուր պիտի ըլլաք։ Ոչ եթե 4 օրը կա, երբ որ 4 օրը կա, դուք ամուր պիտի ըլլաք, դուք զորավոր պիտի ըլլաք, որովհետև դուք իմ կորձից մեջ եք, որովհետև իմ խաղաղությունս ունիք, որովհետև ինձի հետ եք։ Գիտեք, Աստված միշտ մեզի հետ է։ Ասի գուզեմ լավ հասկանա, Աստված բահվդուկ չի խաղար, Աստված միշտ մեզի հետ է, բայց մենք Աստծո հետ չենք գնալ շարանկան։ Եվ գսկանք այս բաները, որ քրբանը ձագե, գխուրե, գցավի, իր ցավը այսպես կրեսնե, որովհետև միշտ հոգնած մտածելու ցև ունի, որովհետև իր սնունդը չարներ Աստուծմե։ Եվ որ սնունդ չարնես, չես կնար զորավոր ըլլալ։ Իր սնունդը առնող ժողովուրդ պիտի ըլլանք, ամեն։ Այսօր անուն անգլերենով գսեն spiritual apathy, այսինքն հոգևոր անհոգություն, մեռած վիճակ։ Այսինքն Աստծո խոսքը գրեսես, բան մչներ քեզի։ Ով եղած է այդ վիճակի մեջ, ցերկ մի բարձրացնեք, պետք չունիմ։ Չէ՞։ Ով եղած է այդ վիճակի մեջ, Բաշտեցինք, եղեցիկացինք, խոսքը գարտացինք, բամը չի խոսիր ինձի, բամը չներ ինձի համար։ Այդ վիճակը գոչվի անգլերենով spiritual apathy, այսինքն հոգևոր մեռածություն, հոգևոր անհոգություն։ Եվ Աստված այդ ժողովրդին խոսեցավ ճիշտ այդ վիճակին մասին։ Ինչ եղավ դուներուն գշինեք, սա մորցած եք, սա փուն նպատակը որուն համար ցես գրգեցի։ Եվ սա be careful about your thoughts։ Ուրեմն, բայց Աստված չեր ուզեր ժողովուրդը թադել, Աստված ուզեր ժողովուրդը զորացնել։ His purpose was not to criticize, but he was to build them up։ Ուրեմն, հաջորդ գիրքը, ով որ բացած է արդեն անկյան, թող բանա հաջորդը Զաքարիան, որ վերջին գիրքերը մեկն է, Զաքարիա, who was a prophet։ Պիտի գարտանք ինչպես Աստված գխոսի ընողներուն։ Now God anointed people to do the work of the temple։ Սկիզբենսից եզի Աստված մարգարեներ կործածեց, չէ, որոնք խոսեցան, որ դաջարը պետք է շինեք։ Խոսք եկավ, revival-ը սկսավ, չէ։ Ժողովուրդը խոսքը լսեց, որոնք խոսեցան խոսքը, գարավարիչին, Զորապապելին, որ governor of Judah, Հութայի գարավարիչն էր, որ հրյա էր, եւ նաեւ խոսեցավ Հեսուին, որ մեծ քահանան էր, he was the high priest։ Այս երկուքը մեկը government, մյուսը spiritual authority, այսինքն մեկը գարավարիչ էր, մյուսը հոգևոր իշխանություն էր։ Այսինքն ժողովրդի մեջ եթե կորձ պիտի ըլլար, այս երկու մարդիկ միասին պետք է ըլլային։ Okay, որոշումներու բաժինդ եւ հոգիդ միասին պիտի աշխատին։ Ինչը սկիզբը մտածեցեք երկինքի մասին եւ ձեր սիրտը թողնա երկինքի մեջ։ Գիշեր Գողոսացից 3 որ խոսեցանք, այս երկուքը իրական պետք է ըլլան, որ դու Աստծո կորձը ունես։ Միտքը պետք է մտածի երկինքի մասին, ինչպես Զորապապել պիտի մտածեր, եւ հոգիդ եւ սիրտդ պիտի ըլլա թակավորության մեջ եւ ադիգա Հեսուն քահանան, որ ժողովրդի մեջ Աստծո պաշտամունքը կբահեր։ Ամեն։ Ով հասկացավ այս մեկը։ Okay, ուրեմն երբ որ այս ուրեմն իմ Աստված ինչպես պիտի սկսի այս կորձը,
Եվ որ ահագին դժվարություններ կան, սամարացիները հոն դնգված են, չեն ուզեր այս գործը ըլլա։ Գվախ կբերեն։ Մյուսները թակավորի նամակ կգրեն, ասիկա պետք չելա, բոլորին անունները արածեն, որ չլար, ասոնք rebellious, ասոնք impost մարդիկ են։ Գիտեք անցյալին ինչեր եղած է։ Քանի անգամ Իսրայել rebellion ունեցած է գսեն։ Լավ չէ Իսրայելի ունենալ, լավ չէ հուտան ունենալ գսեն։ Եվ թակավորը կփորձեն լարել ժողովրդին թեմ։ Բայց Աստված իրեն էլի կգիտե։ Աստված չէ դարված, որ ինչ կսե ժողովուրդը, ինչ կսե բարսիկ թակավորը, կսե որ ես պիտի խոսիմ իմ մարդուս, եւ իմ մարդս պիտի ունի այն կորձը, որ ես իրենսի։ Ասմեկը ցեզ իդ բաժնեկցած եմ, բադվելին գսեմ շատ անգամ որ ինչպես կու խաղաղությունդ կբայես, կսե եթե ես մեկ վարյան արիդ դամ մտածելու, ինչ պետք է նեմ խենթ կլամ, դուրսի ջնշումներեն, դուրսի հալածանքեն, դուրսի անեն, մեկ վարյան է խենթ կլամ։ Բայց եթե սիրտս բահեմ Աստուծո մեջ եւ գոչումից մեջ ես կհաղթեմ։ Սիրտս եթե բահեմ Աստուծո կորձի մեջ եւ գոչումից մեջ, անամար Բողոս Արաքյալ գսե Եփեսացիս 4 մեջ գսե գաղաչեմ, I beseech you, I beg you գսե, որ ծեր գոչումին համացայն կյանք ապրիք, to live a life worthy, not live your calling, live a life worthy of your calling. Այսինքն ծեր գոչումը ամեն դեղ աղի նման, լույսի նման հայտնի լա, փայլի, համդա ուրվորեք։ Ամեն։ Ուրեմն Աստված զորապապելին գխոսի Զաքարիա 4:6-7 նայինք եւ ան ինձի ըսավ այս է դիրոջ խոսքը որ զորապապելին գսվի զորությամբ չէ եւ ուժով չէ հաբա իմ հոգիով սկսե զորքելու դերը it is not by might nor by power but by my spirit says the Lord որուն գսե այս մեկը ով գիտի այս համարը նախ ով լսած է այս երկերում մեջ ամեն մարդ գիտի մենք այս մեկը գերկենք Պատշարան կամ ասի գերկենք մեր բادرազմներուն համար, մեր self promotion-ին համար։ Այս մեկը գիրես որուն գսե, որ երթա իր դաջարը շինե, թշնամիներուն թիմած։ Աստծո կորձին համար օծություն եկավ վրան։ Իրեն գսե ինչ որը լակու արչև լեր, ես քեզի անորային անցնել պիտի դամ։ Բայց ինչ լեր է այդ մեկը։ Աստծո կորձին թեմ եղած լերմն է։ Ոչ թե այս դունը քնելու կամ այս ստոքին, ադոր մասին չեմ խոսիր։ Գխոսիմ ինչ մենք շատ անգամ որ հավատացյալ գլանք գուզենք որ Աստված միշտ օրնելով բարձրացնե եւ որ փամ լա գսենք օ Աստված հետս չէ կամ ես Աստծո հետ պիտի բաղիմ որովհետեւ քեշփաներ գլան ինձի հետ այս մահը եղավ ասիգա եղավ օքեյ այս բոլոր եղան բոլոր առաքյալներուն հետալ մոմի պես կվարեին քրիստոնյաներ այդ ժամանակ եւ այդ ժամանակ չէին սեր որ ուր է Աստված Մոմի պես կվարեին քրիստոնյաները։ Հոս զորապապելին գսե դուն որ ինձի մտիկ կնես հիմա։ Գսե ուժով չէ եւ զորությամբ չէ որ իմ կորձս պիտի ունես։ Բայց եթե քու սիրտդ ինձի հետ է այն կորձին համար որ ես քեզի գանչեցի, այս լեր արջևը թաշտ պիտի լա։ Որովհետեւ լերին հետ կապ չունի, լերան հետ կապ չունի, քեզի հետ կապ ունի։ Քու ինձի հետ լալուտ հետ կապ ունի։ It has to do with whether your heart is with me. If so, then nothing will harm you. Հիսուսը ասավ չէ, ոչ մեկ բան ցեզի պիտի վնասի։ Բայց որոնց սա արաքյալներուն, որոնք կացած էին երկու թևերը քշելու։ Չսա մարդոց, որոնք դունը Աստուծո օրնություն գուզեին, չէ՞, խոսքը խոսվեցավ մարդոց, որոնք Աստուծո կորձին մեջ իրենց սիրտը տրած էին։ Չի նշանակեր Աստված մեզ չի պաշտպաներ եւ որ մենք դժվար վիճակի կանցնենք։ This does not mean God does not protect us even when we falter։ Չէ, այսպես չեմ ասել։ Բայց ասել գուզեմ օծությունը, բահբանությունը ուրիշ ցևով գվայելես ուրիշ տեսակ ցևով գվայելես եւ որ դու Աստծո կորձի մեջ ակտիվ ես եւ որ սիրտդ Աստծո կորձին նվիրած ես այդ թուրսի բաները քեզի չեն աստեր գսե Lerang say, what are you, mighty mountain? Before Zerubbabel, you will become level ground. Then he will bring out the capstone to shout, God bless, God bless. Anointing increases with service. Ոչ դեր դուր զորություն որ կորձը տնեմ, չէ։ Տուն եւ որ սիրտը ճիրակ դեղի մեջ նե պիտի դեսնես օծությունը քեզի գեհետի, օծությունը գշատնա։ Օծությունը բաժար գուզե։ The anointing needs a reason to rest on you. Եվ որ Հիսուս ասավ գուքամ կուգամ կտնելու, here I come to do your will, օծությունը հանդիպեցավ իրեն։ Եվ որ Հիսուս կնած մգրդվեցավ, օծությունը դուրսը կսպասեր իրեն։ Եղավ աղավնին եկավ, սա որ he is my son, եւ սկսավ օծեց զորությամբ, չէ՞, ուրեմն օծությունը Աստուծո, զորությունը Աստուծո գուքա, որբեսի մենք Աստծո կորձը գարենանք հաջողությամբ կատարել։
Ամեն։ Okay։ Ուրեմն մեկ քիչ մվեր բիդի երթանք եւ գամած բենդը վեր գնահարամել նույն գլուխի մեջ պիտի գարտամ ցեզի որ դեսիլքի մեջ Զաքարիան գտեսնե պիտի գարտամ ցեզի chapter 4 verse 2 4:2 ինձի ըսավ ինչ գտեսնես գտեսնեմ զուտ ոսկիե աշտանագմա I see a lampstand անոր վրա բաժակմը there's a cup on top of it եւ որուն վրա 7 ջրակ and 7 lamps okay the menorah as anor vray 7 ջրակներուն համար 7 խողովակ կան and there are 4 pipes that come from those lamps anor kov 2 ցիտենի գա and there are 2 olive trees by the cup մեկ բաժակին աջ կողմը եւ մյուսը ցախ կողմը եւ ինձի հետ խոսող հրեշտակին հարցուցի ասոնք ով են ասի ինչ է չհասկացավ ամիջապես ինչ է վերջը կհասկանանք նույն chapter-ի մեջ քիչ մը վերջ կհասկանանք որ այս մարտիկը 2 olive tree-ները որ կան 2 ցիտենիները որ կան ուրեմն հասկանանք լույսը գա lampstand-ը գա աշտանագը 7 լույսերը կան վերը բաժակը գա քավաթը գա եւ անորքով 2 ցիտենիներ կան olive trees եւ ամեն լույսը խողովակ մգիչն է որում մեջ են գտապի այդ ցիտայուղը olive oil գտապի բայց այդ աղբյուրը ինչ ուդերեն գուքա այդ olive-ը որ այդ գտապի յուրաքանչյուր խողովակին մեջ է նա հասկանանք lampstand այդ աշտանագը որ գար գանուխ օրերուն շատ գանուխ են աստված դրած էր դաբանագին կով in the tabernacle okay աստված դրած էր այդ մեկը հրամանով որ ամբողջ օրը պետք էր ադի վարած մնար քահանան պետք էր հսկեր որ այդ լույսը միշտ վարած մնար ուրեմն այդ լույսը կներկայացներ աստծո ներկայությունը լույսը կներկայացներ ներկայությունը եւ նաեւ կներկայացներ worship աշտամունք անհամար փնավ բեչեր մարեր քահանա միշտ պետք է լույսով վարած բահեր զորապապելը որ բիդի կորձը անե աստուծո գանչված է կորձ բիդի անե աստված իրեն փամը ցույց կուտա լույսը 7 լույսեր աշտանագը 7 լույսեր եւ այդ ցիտենիները այդ ցիտենիները կներկայացնեին զորապապելը եւ հեսուն ով էր հեսուն քահանան ով էր զորապապելը գարավարիչը միտքը որոշումները եւ հոգին եւ որ երկուքը միասին աստծո կորձ գնեն օծություն դուրս կուքա ցիտայուղը հոսելու կսկսի կորձը կսկսի լալ այս փոլորը գլան եւ որ աշտանագին վրա են աշտանագը կներկայացներ աստծո լույսը ով է Քրիստոս ինքը եւ որ դու Քրիստոսի մեջ ես եւ որ քու սիրտդ եւ միտքդ Քրիստոսի մեջ է քեզ մի պիտի հոսի օծությունը կարևոր չէ կյանքը ինչ կբերե կարևոր չէ աշխարհը ինչ կբերե կարևոր չէ քանի թակավոր ոչ կսե կարևոր չէ քանի սամարացիներ ոչ կսեն եւ գահալածեն կարևոր չէ եթե քու սիրտդ հոն է որ աստծո կորձը ընես քեզ մի օծություն դուրս պիտի գա ինչպես զորապապելեն օծություն դուրս պիտի գար եւ ուրիշ բան մնաց ասեմ այս կորձը պիտի լար դաջարին շինությունը պիտի լար այս դեսիլքին համացայն պետք է աս դեսիլքին համացայնը լար Երեք այս երկու olive tree-երը, երկու ցիտենիները որուն օրինակ են, ուրիշ, որուն մասին գխոսին։ Զորապապելը եւ Հեսուն դաջարը շինեցին, չէ՞։ Երկուքը շինեցին։ Եվ դաջարը շատ շիդակ ցևով էին, աստուծո ուզած ցևով էին։ Ուրիշ ով դաջարը շինեց։ Հիսուս։ Հիսուս ինչ ասավ։ Եթե դուք կանտեք սպանեք այս դաջարը 3 օրեն ետ պիտի շինեն։ Հիսուս ինքն էր այդ դաջարը։ Ուրեմն ասոն կխոսեին մարգարեաբար Հիսուսին ընելիք կորձին մասին։ Քու կյանքիդ մեջ եթե դու Քրիստոսի վրա հեգեցած ես, եթե Քրիստոսի լույսը քու կյանքիդ մեջն է, քու կյանքի մեջ օծությունը բագաս պիտի չլա։ Դու միշտ հաղթելուց պիտի ունենաս։ Եթե դու կյանքիդ մեջ հիշես կարևորը գոչումդ, որուն համար Աստված քեզ գրկեց աշխարհ։ Հիշե գոչումդ եւ ով ես դու եւ ինչ կուզեսնել Աստծո համար։ Ես պիտի հրավիրեմ քեզ, որ աղոթք որ շարունակենք հիմա դու ելես եւ ասես Աստծո ես հոսեմ։ Ես կուզեմ քո կորձը տնել, բայց ոչ բարեր դաս Աստծո։ Բարեր մի դար Աստծո։ Եվ որ գսես այս բարերը, ուզես առանց բարի, բայց սիրտդ հոն թողլա, որ ես հոսեմ այս քալիկ օրերում մեջ ամեն օր քո արժեվդ պիտի գնամ որբեսի շինեմ այն կորձը, որ դու ինձ գանչած ես նելու։ Ամեն։